Սիրելի հայրենակիցներ, մեր տաղավարում է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան նորին գերազանցություն պարոն Խալիլ Շիրղոլամին, բարև ձեզ պարոն դեսպան, շնորհակալ եմ մեր հրավերը ընդունելու համար եւ միանգամից ընդունեք մեր ցավակցությունները, բարեկամ Իրանի ժողովրդի վիշտը, հայ ժողովուրդը միշտ ընկալում է իբրև սեփականը։ Բարև ձեզ։ Խելի խոշալամ că امروز در خدمت Շատ ուրախ եմ, որ այսօր ձեր հյուրը լինելու հնարավորություն ընձեռվեց։ Մյուս կողմից գիտենք, որ Իրանում հիմա տոնում են իրենց հաղթանակը, հաղթական տրամադրություններ են այն առումով, որ վարչակարգի փոփոխություն Իրանում տեղի չի ունեցել, թելադրող դեր Միացյալ Նահանգները չի ստացել նոր առաջնորդի ընտրություններում եւ չի ստացել վերահսկողություն Հորմուզի նեղուցում։ Բայց պարոն դեսպան, մյուս կողմից տեսնում ենք, որ հաղթական տրամադրություններ են նաեւ Վաշինգտոնում եւ փոխնախագահի մակարդակով հայտարարվում է, որ շատ փխրուն է հրադադարը։ Այս առումով վաղաժամ չէ արդյոք հաղթանակի մասին խոսելը։ من ندیدم کسی در امریکا Չեմ կարծում, թե Վաշինգտոնում առհասարակ կա որևէ մեկը, որ տոնելու բան ունի։ Փաստացի կարող ենք ասել, որ Ամերիկայի վարչակարգը Նեթանյահուի խաբեության զոհն է դարձել։ Մենք բոլորս գիտենք, որ փետրվարի 11-ին Նեթանյահուն Միացյալ Նահանգներ այցի ժամանակ գաղտնի հանդիպում է ունեցել։ Քննարկվել է այս հարձակումը, որի ընթացքում ըստ Նեթանյահուի նրանք պետք է կարողանային շատ հեշտ հասնել Իրանում համակարգի տապալման, ինչպես նաև ռազմական համակարգի վերացման, միջուկային ծրագրի կատարյալ ոչնչացման։ Սակայն հողի վրա իրադարձությունները ցույց տվեցին, որ Ամերիկայի եւ Իսրայելի բոլոր այս պատկերացումները սխալ էին։ آقای ترامپ وارد این جنگ شد این جنگ رو انتخاب کرد Խնդիրն այն է, որ Թրամփն ինքն է կայացրել այս սխալ որոշումը, ինքն է ընտրել պատերազմը։ Նույնիսկ այն ուժերը, որոնք ավանդաբար Թրամփի կողմնակիցներն էին, խոսքը MAGA, Ամերիկան նորից հզոր դարձնենք շարժման մասին է։ Նրանք եւս դեմ են այս պատերազմին, քանի որ Թրամփն ինքը իր նախընտրական քարոզարշավի ժամանակ այն գաղափարախոսությունն էր առաջ մղել, թե Ամերիկան պետք է դեմ լինի պատերազմներին եւ դադարեցնի տրիլիոններ ծախսել Մերձավոր Արևելքում պատերազմների հարցերը լուծելով։ چرا امریکا تریلیون ها Մի խոսքով սա Ամերիկայի սխալ որոշումն էր։ Թրամփն արդեն պատերազմի սկզբում հասկացավ, որ հաշվարկները սխալ էին եւ ռազմական ուժով Իրանին պարտության մատնելը անհնար է։ نشون دادن که ایران هرگز شکست خورده Մյուս կողմից Իրանի ժողովուրդն իսկապես տոնում է հաղթանակը, որովհետև ցույց տվեց, որ ի հեճուկս բոլոր սպառնալիքների, ի հեճուկս թշնամու ուժի կանգուն է, կպաշտպանի իր հայրենիքը եւ ոչ մի դեպքում թույլ չի տա, որ օտարները պարտության մատնեն Իրանը։ جنگ دست پیدا نکرد Սա Իրանի ժողովրդի հաղթանակն էր։ Իրանի թշնամիները չհասան իրենց ռազմավարական նպատակներին եւ լրջագույն պարտություն կրեցին այս պատերազմում։ Սրա լավագույն ապացույցն այն գործողություններն էին, որոնք թշնամին պլանավորում էր Սպահանի հարավում գտնվող լքված օդակայանում, որտեղ ծանր պարտություն կրեց, շատ զոհեր տալով։ Փաստացի տեսնում ենք, որ թշնամին չի հասել իր ռազմավարական նպատակներին։ اولا دشمن به هیچ کدوم از اهداف راهبردیش Մյուս կողմից Իրանի ժողովուրդը տոնում է այս հաղթանակը, քանի որ հենց ժողովուրդը անբաժանելի մասն է հաղթանակի։ Վերջին 40 օրերի ընթացքում օր ու գիշեր մարդիկ փողոցներում էին եւ համերաշխություն էին հայտնում Իրանի բանակին ու կառավարությանը։ Իրանի ժողովուրդը փողոցում իր ներկայությամբ ցույց տվեց իր արժանապատվությունը, կամքը եւ միասնականությունը։ Ուստի կարող ենք ասել, որ սա ամբողջ Իրանի ժողովրդի հաղթանակն է։ مردم در خیابان بخش مهمی از پیروزی ایران بود Եվ վերջին կարևոր կետը։ Հիշում եք, երբ Թրամփը հայտարարեց, որ կթիրախավորի եւ կոչնչացնի Իրանի բոլոր կենսական ենթակառուցվածքները, մարդիկ մի յուրահատուկ նախաձեռնությամբ հանդես եկան։ Կենթանի օղակներ կազմեցին բոլոր կարևոր ենթակառուցվածքների, կամուրջների, էլեկտրակայանների շուրջ։ اگر خواستی بزنی ما رو هم باید بزنی Ցույց տալով, որ եթե թշնամին նպատակ ունի ոչնչացնել այդ ենթակառուցվածքները, ուրեմն թիրախավորում է նաև մարդկանց, որոնք դուրս են եկել եւ անձնազոհաբար պաշտպանում են իրենց երկիրը։ به 18 میلیون نفر Սա լավագույն եւ խոսուն տարբերակն է թշնամուն ցույց տալու, որ մենք չենք վախենում ոչ մի բանից։ Իրանի անձնազոհ ժողովուրդը ապացուցեց դա նաեւ մեկ այլ նախաձեռնությամբ։ Մարդիկ կամավոր գրանցվում էին ռազմադաշտ մեկնելու եւ իրենց երկիրը պաշտպանելու համար։ Մեր վերջին տվյալով 18 միլիոն մարդ է գրանցվել որպես կամավոր պատերազմին մասնակցելու համար։ Պարոն դեսպան, Վաշինգտոնը բարբերաբար սպառնում էր Իրանին նաև ցամաքային գործողությամբ։ Այս պահին դրա հավանականությունը որքան է գնահատում, կա դեռ վտանգը։
اولا که این احمقانه ترین ایده ای بود که میتونستن Իմ կարծիքով սա ամենահիմար որոշումը կլիներ Ամերիկայի կողմից, քանի որ մենք 40-օրյա պատերազմի ընթացքում տեսանք, երբ պատերազմը օդում էր, Ամերիկայի ամենաարդիական կործանիչների հարվածներին Իրանը պատասխանում էր իր տարբեր սերնդի եւ ոչ պակաս արդիական հրթիռներով, որոնց նմանները աշխարհի շատ քիչ երկրներում է հնարավոր արտադրել։ Եվ տեսանք, որ նույնիսկ օդային պատերազմում Իրանը չնահանջեց եւ պարտություն չկրեց։ جواب میداد هم پایگاه‌های امریکا رو و هم سرزمین‌های اشغالی رو اسرائیل رو Վստահ եմ, որ ցամաքային ներխուժման դեպքում Ամերիկան ավելի խայտառակ պարտություն կկրեր։ Սպահանի հարավում տեղի ունեցած գործողությունը սրա ցուցիչն է։ Փաստացի Ամերիկան ամենաարդիական միջոցները ձեռնարկելով, հատուկ պատրաստվածության ուժեր ներգրավելով այդ գործողության մեջ, կրեց խայտառակ պարտություն եւ թե կորցնելով իր տեխնիկայից, թե մարդկային զոհեր տալով, նահանջեց։ Սա ամենալավ օրինակն է, որ ցույց է տալիս, թե որքան անհեռատես է ցամաքային գործողությունը։ Ուրախ եմ, որ Ամերիկան այդ քայլին չդիմեց, այլապես ավելի խայտառակ պարտություն կկրեր։ من خوشحالم که امریکایی‌ها دست به این حماقت نزدن چون جز تابوت سربازان کشته شده چیزی تحویل نمی‌گرفتند. Տեսեք, դուք Սպահանի գործողության մասին խոսեցիք, շատ կարևոր գործողություն է, կուզենամ ավելի մանրամասն։ Հա, տեսեք, Միացյալ Նահանգները Թրամփը ասում է, որ դա շատ հաջողված գործողություն էր, իրեն կարողացել են մտնել եւ ի վերջո փրկել իրենց օդաչուին, թեկուզ վնասվածքներով, բայց փրկել։ Այսինքն հակադրվող կարծիք է հնչում հակառակ կողմից, սրան ինչպես կարծականք եք։ ابعاد و اجزای این عملیات رو سعی کردن Կարծում եմ ամերիկյան կողմը թաքցրեց այս գործողության իրական մասշտաբները, որպեսզի ել ավելի ակնհայտ չլինի, թե ինչ խայտառակ պարտություն է կրել այս գործողության հետևանքով։ صدارت خودش ادامه بده. Հաշվի առնելով այն, թե ինչ տեխնիկայով, ինչ կործանիչներով եւ ինչ հատուկ պատրաստվածության ուժերով է Ամերիկան իրականացրել այս օպերացիան, վստահորեն խնդիրը միայն օդաչուներին փրկելը չի եղել։ دو تا خلبانی که خب با تجهیزات Իհարկե տեսանք, որ խոցված կործանիչի օդաչուներից մեկը, որը լավագույն տեխնոլոգիաներով էր զինված, այդ թվում GPS-ով, կարողացավ կողմնորոշվել լեռնային տարածքում եւ ի վերջո նրան փրկեցին։ Սակայն սա խաբկանք է։ Ամերիկան ուղղակի փորձում է թաքցնել մեկ այլ ծրագիր, որը ի սկզբանե փորձել է իրականացնել։ میزان تجهیزاتی که از هواپیماهای لوجستیک و Հաշվի առնելով, թե ինչ լոգիստիկ պատրաստվածությամբ եւ ինչ ուղաթիռներով ու կործանիչներով է Ամերիկան իրականացրել այս գործողությունը, հաշվի առնելով, որ իբրև օդաչուին փրկելու համար ուղարկված խմբերը Իրանի տարածքում հայտնվել են օդաչուի գտնվելու տարածքից 100 կիլոմետր հեռավորության վրա, կարող ենք ասել, որ եղել է թաքնված ծրագիր։ این یک نقشه‌ای بود در واقع هم برای Տեսակետ կա, որ ցանկանում էին հարստացված ուրան գողանալ Իրանի տարածքից, քանի որ անընդհատ հայտարարում են, թե իբր Իրանը ուրան է հարստացնում եւ թաքցնում է դա ենթակառուցվածքների ստորգետնյա հատվածում։ Այդուհանդերձ կարող ենք ասել, որ Ամերիկան պարտություն է կրել։ Նրանք մեծ զոհերի գնով, մեծ թվով տեխնիկա կորցնելով կարողացան փրկել իրենց օդաչուին։ تحت رصد نیروهای ایرانی بودند. Սակայն հենց այն պահին, երբ հայտնվեցին Իրանի տարածքում, Իրանի բանակը պատշաճ արձագանքեց գործողությանը։ Նրանք ստացան հակահարվածի այնպիսի ալիք, որ ստիպված եղան արագ լքել Իրանի տարածքը։ Ցավոք այս օպերացիայի հետքերը լրիվ բացահայտել հնարավոր չէ, քանի որ վերջին պահին, երբ նրանք հասկացել են, որ անխուսափելիորեն պարտված են, ռմբակոծել են այդ տարածքը։ Վստահ եմ, որ օրը կգա եւ ավելի շատ բան հայտնի կդառնա այս գործողության մասին։ اجزای بیشتری از این عملیات هم افشا بشه. من یه سوال از شما میکنم. Մի այսպիսի հռետորական հարց կարող եմ տալ ձեզ։ Ինչ եք կարծում, եթե 700-ից 800 միլիոն դոլար է ծախսվում, մարդկային զոհեր են լինում եւ մեծ թվով տեխնիկա է կործանվում մեկ օդաչուի փրկելու համար, արդյոք սա հնարավոր է անվանել հաղթանակ։ و یه سری تلفات انسانی هم بدی آیا این اسمش پیروزیه؟ Պարոն դեսպան, հռետորական էլ թողնեմ թերևս ձեր հարցը եւ հաջորդ հարցը տամ։ Բանակցությունների մասին։ Ինչ կանխատեսում ունեք հաշվի առնելով այն, որ երկու անգամ Միացյալ Նահանգները նստել է բանակցությունների սեղանի շուրջ եւ երկու անգամն էլ ընդհատել բանակցությունները պատերազմով։
مردم ایران مخالف آتش بس بودند. Նախ եւ առաջ ցանկանում եմ նշել, որ Իրանի ժողովուրդը կտրականապես դեմ էր հրադադարի այս գաղափարին, քանի որ նախկինում ունեցած փորձը ցույց է տալիս, որ նմանօրինակ դեպքերը հնարավոր է ելի կրկնվեն։ Իրանի ժողովուրդը վստահ է, որ թշնամին նմանօրինակ գործողություններ ձեռնարկելու համար պետք է արժանի պատիժ ստանա։ Պետք է պատերազմի գինը նրա համար այնքան բարձր լինի, որ հետագայում այլևս չնախաձեռնի այսպիսի գործողություններ։ Ամեն դեպքում մենք տեսանք, որ Պակիստանի կառավարությունը արտահայտելով իր բարի կամքը միջնորդության առաջարկով հանդես եկավ։ شما به نکته خیلی مهمی اشاره کردید. Դուք մի շատ կարևոր հանգամանք ընդգծեցիք։ Մենք երկու անգամ բանակցություններ էինք վարում Ամերիկայի հետ։ Առաջին անգամ բանակցություններն ընդհատվեցին 12-օրյա պատերազմով եւ տեսանք, որ ամերիկյան կողմը դավաճանեց դիվանագիտությունը եւ դիմեց ռազմական քայլերի։ Երկրորդ անգամ, երբ Ամերիկան ու Իսրայելը նորից հարձակվեցին Իրանի վրա եւ ագրեսիա սկսեցին Իրանի դեմ, հերթական անգամ տեսանք, որ Ամերիկան դավաճանեց դիվանագիտությունը եւ բանակցային սեղանը կարող ենք ասել ռմբակոծվեց։ Հարկ եմ համարում ընդգծել, որ բանակցությունները մի քանի փուլով ընթացան եւ վերջին հանդիպմանը, որ տեղի ունեցավ Ժնևում, Իրանը բավականին օպերատիվ իրատեսական առաջարկների մի ծրագրով հանդես եկավ։ Ամերիկայի ներկայացուցիչները եւս ընդգծեցին, որ դա շատ լավ սկիզբ է բանակցությունների համար։ Ամեն դեպքում տեսանք, թե ինչ հաջորդեց մեկ օր անց։ Դարձյալ ռազմական գործողություններ սկսեցին Իրանի դեմ։ Դարձյալ դիվանագիտությունը դավաճանեցին։ تصمیم گیران ایران در مورد مذاکره بسیار بسیار بدبینانه باشه. Ուստի սա է պատճառը, որ Իրանի ռազմավարական որոշումներ կայացնող շրջանակը այդքան լավատես չեղավ բանակցությունների նկատմամբ։ Ինչպես տեսանք, պատերազմի ընթացքում էլ, երբ հնչում էին առաջարկներ բանակցությունների վերաբերյալ, իրանական կողմը սկզբունքային որոշում ուներ։ Դեմ էր նմանօրինակ վաղաժամ հրադադարի, քանի որ կարևոր է ունենալ երաշխիքներ, որ ապագայում նմանօրինակ ագրեսիան եւ պատերազմը Իրանի դեմ չեն կրկնվի։ Եթե պատերազմը պետք է ավարտվի, ապա պետք է ունենա վերջնական ավարտ, առանց որևէ կասկածի, որ հետագայում եւս Իրանը կարող է ենթարկվել ռազմական ագրեսիայի։ Կարծում եմ, որ սա բավականին տրամաբանական դիրքորոշում է Իրանի կողմից։ Իրանը առաջարկեց 10 կետից բաղկացած ծրագիր, առանց որի Իրանը համաձայն չէ բանակցությունների, եւ Ամերիկան Պակիստանի միջոցով համաձայնություն տվեց այդ 10 կետերին։ شروع مذاکرات قبول دارند. Այդուհանդերձ ենթադրում եմ, որ հենց այդ 10 կետերն են բանակցությունների հիմքը։ Այդուհանդերձ տեսանք, որ ամերիկացիները սկսեցին հրաժարվել նախկինում իրենց տված համաձայնությունից, ասելով, թե որոշ կետեր ընդունելի չեն։ Ամեն դեպքում Իրանի սկզբունքային դիրքորոշումն այն է, որ պատերազմը պետք է ավարտվեր բոլոր ճակատներում, եւ այս հարցում Իրանի համար Լիբանանը եւս շատ մեծ կարեւորություն ունի։ Մենք տեսանք, որ Իսրայելը վերջին 1-2 օրերի ընթացքում ինչ ռազմական հանցագործություններ իրականացրեց Լիբանանում, ինչի զոհը դարձան 200-300 մարդ։ Իրանի համար շատ սկզբունքային է, որ Լիբանանում եւս Իսրայելը դադարեցնի ռազմական գործողությունները, եւ մենք հայտարարեցինք, որ մինչեւ Իսրայելը Լիբանանում չդադարեցնի ռազմական քայլերը, որևէ բանակցություն չի սկսվի։ Եվս մի կարևոր կետ, որ ցանկանում եմ ընդգծել, Իսրայելի ռեժիմը ի սկզբանե դեմ էր բանակցություններին, եւ նրանք անում էին ամեն ինչ, որպեսզի սաբոտաժի ենթարկեն բանակցությունները եւ խոչընդոտեն դիվանագիտական ուղու առաջմղումը, քանի որ գիտենք, որ Իսրայելը հենց դրանով է ապրում՝ ճգնաժամ, պատերազմ, արյունահեղություն։ Սրանով է Նեթանյահուի ռեժիմը կարողանում պահպանել իր գոյությունը։ Ուստի պատահական չէ, որ թիրախավորվեցին երկու կարևոր անձինք՝ Ալի Լարիջանին, ինչպես գիտեք, անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարը, որը միջուկային բանակցությունների ակտիվ մասնակիցն էր, եւ Քամալ Խարազին, որը Իրանի նախկին արտաքին գործերի նախարարն էր, որը վիրավորվել էր պատերազմի ռազմական գործողությունների պատճառով, հետո վախճանվել։ Նրանց նկատմամբ ահաբեկչությունը, սպանությունը խոսում է այն մասին, որ Իսրայելի ռեժիմը ամեն ինչ անում է, որ բանակցությունները վտանգի ենթարկվեն եւ չշարունակվեն։ با تجربه دیپلماتیک ما بودن که میتونستن مذاکره کننده اصلی باشن. Պարոն դեսպան, ձեր առաջարկած իրանական կողմի առաջարկած 10 կետերը փաստացի հակասում են Միացյալ Նահանգների առաջարկած 15 կետերին պահանջների։ Այս իրավիճակում ակնհայտ է, որ կողմերից մեկը կամ երկու կողմերն էլ պետք է որոշակի զիջումների գնան, որպեսզի բանակցությունները լինեն արդյունավետ։ Ինչ զիջումների է պատրաստ Իրանը եւ պատրաստ է արդյոք։ مدت پیش آقای ترامپ یه طرح 15 ماده‌ای رو مطرح کرد. Թրամփը խոսում էր 15 կետից բաղկացած ոչ իրատեսական մի ծրագրի մասին, որտեղ մենք տեսնում ենք առավելապաշտական մոտեցում Իրանի նկատմամբ։
Սակայն երբ որևէ կողմ պատերազմում չի հաղթել, իր նպատակներին չի հասել եւ կրել է պարտություն, առավելապաշտական նման մոտեցումը սխալ է, այն չի կարող հաջողությամբ պսակվել։ Իրանը հստակ արձանագրել է, որ չի ընդունի դա։ Մյուս կողմից տեսանք, որ Ամերիկան նաև հաշվի առնելով իր երկրում տիրող տնտեսական վիճակը, էներգակիրների գնաճը, ինչպես նաև այն, որ ի սկզբանե հյուծիչ պատերազմ է, սկզբունքորեն վնասելու է հենց նրա կուսակցությանը եւ կոնգրեսի մոտակա ընտրություններում հանրապետական կուսակցությունը ըստ ամենայնի պարտություն է կրելու, նա որոշեց Պակիստանի միջոցով բանակցության առաջարկ անել։ و حزب جمهوری‌خواه رو در انتخابات آتی کنگره به شکست قطعی خواهد کشاند. از طریق پاکستان پیگیری بیشتری برای Իրանը ներկայացրեց 10 կետից բաղկացած ծրագիրը, որը շատ իրատեսական եւ տրամաբանական է։ Տեսեք, պետք է հաշվի առնել, որ Իրանը ագրեսիա չի սկսել, նրա դեմ ագրեսիա են իրականացրել։ Այդ Ամերիկան է որոշում կայացրել նման քայլի դիմել։ Իրանը ներկայացրել է այդ կետերը որպես բանակցությունների հիմք։ Եվ ես կարծում եմ, որ շատ բնական է ու պետք է հաշվի առնել, որ բանակցությունների ժամանակ կողմերը որոշակիորեն առևտուր են անում։ Եվ իհարկե հնարավոր է, որ քննարկումներ լինեն որոշ զիջումների մասին։ Սակայն Իրանը ունի իր կարմիր գծերը եւ այդ կարմիր գծերի հատումը անթույլատրելի է։ Իրանի համար հատկապես կարեւոր է, որ տրվեն երաշխիքներ ապագայում նման ագրեսիայի չկրկնվելու վերաբերյալ։ Հստակ գնահատական տրվի եւ լուծվեն ագրեսորին պատժելու ու Իրանի կրած վնասները փոխհատուցելու հարցերը։ Իրանի համար շատ հստակ կարմիր գիծ է նաև խաղաղ ատոմի շրջանակներում միջուկային ծրագրի զարգացումը։ مسئله اینجاست که باید تکلیف متجاوز و خساراتی که به ایران در این تجاوز وارد کردن روشن بشود. باید اصل مسئله تکنولوژی هسته‌ای صلح‌آمیز در ایران رو بپذیریم. Պետք է հաշվի առնել, որ Հորմուզի նեղուցով անցնելու նոր համակարգը արդեն նախկինը չի լինելու։ Կարևոր է, որ Իրանի դեմ սահմանված ապօրինի պատժամիջոցները եւս վերանայվեն, քանի որ դրանք ոչ մի իրավական հիմք չունեն, կատարելապես անարդար են եւ ապօրինի։ زیر و پایه این تحریم‌ها تا حد زیادی شل شده. Օգոստոսի 8-ից սկսած Իրանը չէր թաքցնում նաև մտահոգությունը կապված Սյունիքում Թրամփի ուղու հնարավոր ուրեմն արդեն նախագծման հետ, իհարկե պատերազմի պատճառով Թրամփի ծրագրերը Սյունիքում կարծես թե հետաձգվեցին, այս ընթացքում ինչպես է փոխվել, ավելի մեղմացել է կամ գուցե ավելի ամրացել է ձեր մտահոգությունը դիրքորոշում այս հարցում։ ببینید الان دیگه همه خصومت دولت تهران با ایران رو برای نابودی کشور ما Կարծում եմ, այս պատերազմը լավագույնս ցույց տվեց Ամերիկայի ունեցած թշնամանքը Իրանի նկատմամբ։ Ամերիկան ակնհայտորեն հայտարարում է, որ նրա նպատակը Իրանը ոչնչացնելն է, Իրանի քաղաքակրթությունը ոչնչացնելն է։ Սա նրան երբեք չի հաջողվի։ Ոչ ոք երբեք չի կարողացել ոչնչացնել Իրանի քաղաքակրթությունը, Իրանի մշակույթը եւ Իրանի ժողովրդին։ Կարող եմ վստահորեն ասել, որ Իրանում որոշ ծառերի տարիքը նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգների պատմությունից ավելի մեծ է։ Բոլորն արդեն տեսան, թե Ամերիկան ինչ թշնամանք է տածում Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ։ به عنوان یک تهدید تلقی کنه دشمنی که Ուստի կարծում եմ, որ բնական է Իրանի այս զգայուն մոտեցումը իր սահմանների մոտ, իր տարածքների մոտ Ամերիկայի ցանկացած ներկայության։ Եվս մեկ անգամ հարկ եմ համարում ընդգծել, որ Ամերիկան այն ռեժիմն է, որ նույնիսկ չի ամաչում անմեղ երեխաներին թիրախավորելուց եւ պատերազմի ժամանակ տեսանք, ինչքան անմեղ երեխաներ եւ քաղաքացիական բնակչություն տուժեցին նրա գործողությունների պատճառով։ Սա է լավագույն ցուցիչը այն թշնամանքի, որ Ամերիկան տածում է մեր հանդեպ։ Ուստի մեր զգայուն մոտեցումը այս պրոյեկտի նկատմամբ տրամաբանական է եւ հասկանալի։ Եվ ցանկանում եմ նշել, որ այս պահին ինքս չեմ կարող վստահորեն ասել, թե ինչպիսի դիրքորոշում ունի Թրամփը այս պրոյեկտի վերաբերյալ։ Արդյոք նա լուրջ ծրագրեր ունի այս տարածաշրջանում եւ մոտեցումը փոխվել է, թե ոչ։ یا در آینده چه تحولی خواهد شد. Բոլորի համար պարզ է, որ պայմանները տարածաշրջանում պատերազմից հետո արդեն այլ են։ Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել, մեր զգայուն մոտեցումը հարցի վերաբերյալ տրամաբանական եւ հասկանալի է։ Շարունակելու ենք նման զգայուն կերպով վերաբերվել մեր սահմանի մոտ Ամերիկայի ցանկացած ներկայության, ամերիկյան ուժերի ցանկացած ներկայության։ Կարծում եմ այս պարագայում լավագույն որոշումն այն է, որ պարբերաբար քննարկումներ եւ զրույցներ ունենանք հայկական կողմի հետ, որպեսզի ստեղծվի վստահություն, որ երբևէ որևէ ծրագիր, որը հետագայում կարող է ազդել Իրան-Հայաստան բարիդրացիական հարաբերությունների վրա եւ տարածաշրջանային անվտանգությանը ու Իրանի անվտանգությանը երբեք չի իրականանա։ و در امنیت ملی هیچ کدوم از ما ایجاد نکنه.
Նաև կարծում եմ, որ անպայման պետք է խոսել այն մասին, որ այս պատերազմի ժամանակ մենք տեսանք հայ ժողովրդի իրական մոտեցումը, իրական վերաբերմունքը Իրանի նկատմամբ։ Մենք անբացատրելի մի ալիք տեսանք սիրո, համերաշխության, միասնականության, ցավակցական խոսքերի, հայ ժողովրդի, մտավորականների, տարբեր խմբերի անձանց կողմից։ Հայաստանի Հանրապետության կառավարությունն էլ մեզ բավականին աջակցեց հումանիտար որոշ հարցերում։ Հաշվի առնելով օդային տարածքի սահմանափակումը, որոշ քաղաքացիների անցուդարձը կազմակերպելը, որոշ հումանիտար օգնություն, մեծ մասամբ դեղեր եւ բժշկական սարքավորումներ Իրան տեղափոխելը։ Ուստի հարկ եմ համարում շնորհակալությունս հայտնել թե հայ ժողովրդին եւ թե Հայաստանի Հանրապետության կառավարությանը այդ աջակցության համար։ Շնորհակալ եմ պարոն դեսպան, որ հյուրընկալվեցիք մեր տաղավարում։ Շնորհակալություն։ Սիրելի հայրենակիցներ, ես հիշեցնեմ, որ մեր տաղավարում էր Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան, նորին գերազանցություն պարոն Խալիլ Շիրղոլամին։